տնտեսական համաժողովի ժամանակ որոշել են դրանից հետո ավելի ճիշտ Պուտինը դիմել է հարուստ օլիգարխներին, դե աղքատ օլիգարխ չկա, հա, օլիգարխներին է դիմել, առաջարկելով կամավոր մասնակցել հատուկ ռազմական գործողությանը պատերազմին, օգնել, ու թող մեկը ռիսկ անի, հանկարծ բան անի, չօգնի էլի, հա, այս իմաստով այստեղ մի կարևոր բան կար, ուրեմն Սուլեյման Քերիմով, հա, միլիարդատեր խոստացել է 100 միլիարդ ռուբլի ներդնել, սա մոտարապես 500 միլիարդ դրամն է, այսինքն 1 միլիարդ 300-200 միլիոն դոլար, հա, այս մարդը ասել է լավ տնենք էլի, պախանը ուզում է, պիտի տանք, եթե չէ զորով կտանի, կամ կտաս կամ զորով կտաս, էլի, մոտարապես այդ բանի մեջ է, էլի, գծագրի մեջ է, հա, իդեան այն է Վալոդիկի, որ մինչև Դոնբասի սահմանը, այսինքն ներողություն, Դոնեցկի մարզի, Լուգանսկից են մի փոքրիկ թիկ են եւ իհարկե Դոնեցկի մարզը պետք է ամբողջությամբ գրավել։ Հա, ոչ չի կարողանում։ Ուկրաինայից է գազ լուրերը տարբեր քարտեզների deep state-ի տված քարտեզներով բաներով ուկրաինացի փոքր կարողանում են յետ գրավել կամ ազատագրել իրենց կորցրած տարածքները, այնպես որ այլևս ակնհայտ է, որ Վալոդիկը այս պատերազմը չի հաղթելու։ Գուցե նաև վերջում պոզակ ընդունի, որ չի էլ պարտվել, մի շարք փորձագետների եմ լսում, ասում են, որ մտածում է, թե ինչպես դուրս գալ, որ խայտառակություն չլինի։ Մնալը մի այբ է, դուրս գալը ուրիշ այբ է, դուրս գալ նշանակում է ռազմաճակատից առնվազն 500,000 հոգի, առնվազն, յետ բերել Ռուսաստանի Դաշնությունը, այդ մարդկանց պետք է ապահովես այն եկամուտներով, որոնք տվել եք դուք այնտեղ կռվելու համար, լուրջ ռոջիկներ։ Այդպիսի աշխատանք 500,000 հոգու համար աշխատատեղ ստեղծելը Ռուսաստանի Դաշնությունը մի լուրջ խնդրեմ է։ Այդ մարդկանց ինչպես է ապահովելու։ Եթե չէ, այդ մարդիկ ռազմական փորձ ունեցող հետները զենք զինամթերք տուն տարած ժողովուրդ են լինելու։ Դրանց մի մասն էլ քրեական հանցագործներ են, որոնց բանդից եք ազատել այդ պայմանով, որ իրենք գնան ռազմաճակատ։ Հասկանալի է, չէ՞, որ այդ մարդիկ ինչեր են անելու։ Այս հեռանկարն էլ է տալիս, սպանում է սրանց։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։